Աղջկի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խոր վերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և չանկությունը իմ բախրուն ու գտնել ուղին իմ դեպի Ես ինչի ես էլ դրեց, Տիկո։ Բժիշկները չասեցին, որ քեզ անկողնային ռեժիմը պետք։ Արի քեզ վեր է բարձրացնում սենյակը։ Չէ, հոջան, մերսի։ Ինչքան երկար բարգեմ ենք անուշ կլավանում, ես ես գիտեմ։ Այ նստի։ Ոտի վրա ավելի շուտ կլավանում։ Հիմա ոնց ես։ Դեպի լավն եմ գնում։ Բայց տղեկ ունեն հոջան։ Գործերով, գալիքի հիմա կգա։ Հոգորն է գնացել տղեկին հավաքի վաղու համար։ Փաստորեն հոջան միրուն հավատացել է, որ դու ինքնական ուզում ես որ ասա դա սերան խաղես դուրս գաս։ Առաջին տպավորությունն հենց էր, որ հավատացել է։ Բայց հենց սառի ու ոգևորությունը անցնի, կարող է հասկանա, որ իմ խոստումների հետևում ուրիշ բան է կանգնված։ Կամ էլ իրանք կհասկացնեն ինձ իմացող մարդիկ, որ հիմա շարքերում են, ու իրանց կասկածները կհայտնեն այդ առումով։ Ոնց եմ հոգնել ես ամեն ինչից, Տիկո։ Դարբերս չի ելիքում։ Հասկանում եմ քեզ, հոջան, բայց գոնե այս դեպքում մեր մեղքը չկա։ Այդ շարքարներ են հնուցել ուզում էին մեր հաշիվները մաքրեն նրանցին։ Իսկ ես Միրոյի հայտնվելը սրանց համար իսկական նվեր էր։ Ուզում են Միրոյի ձեռքերով իբր մեր հարցերը լուծեն, հետո եք անցան այդ բիձուն։ Տիկո ցավալին գիտես որ եթե նույնիսկ մենք ես պատերազմը էլի հաղթենք, վաղը հայտնվելու է ինչ-որ ուռոտ ու ես դեպքերի շղթան կրկնվելու է։ Էլի կրակոցներ, նորից բազարներ, ռազմորգեք, լավ ինչքան կարելի է։ Հոջան թողս լարված վիճակը անցնի, ու ոնց որ որոշել ես, գիտես հանգստի ընտանիքիդ հետ։ Ինձ հանգիստ չկա, Տիկո, ու երբեք չեն թողնի, որ ես հանգստանամ։ Էդ ես ինքս ինձ էի խաբում, որ դա հնարավոր է, բայց չէ։ Տիկո ջան, ես քեզ ոտի վրա։ Հոգնում եմ պարկելուց գարջան։ Ինչ կա գարի։ Գոքորի հետ գնացել էինք հեն մարդու մոտ, որը Թյուրանոցի ճարտարապետն է եղել։ Խոսացինք հետը։ Սաղ ծակ ու ձոկերը իմացանք տեղերը, որ մեր տղերքին լավ տեղավորենք։ Տղեկ ամեն ինչ այնքան հեշտ չի, ոնց պատկերացնում եք։ Միլիոն ու իրա մարդիկ էլ պատրաստված են գալու հանդիպմանը։ Եթե մենակ դրանց ախրաննիկներին հաշվենք, քաղաքին մարդ է դուրս գալիս։ Դրանք առանց կռվի չեն անցնվի։ Մենք այդ հաշվի ենք արել, ով ջան։ Հիմնականում սնայպերները կաշխատեն։ Կփորձենք ճակատ առ ճակատ չտանք։ Բայց մի բան էլ կա, եթե մեր պլանը ստացվի իրագործել,
Մենք պետքա քաղաքից բացակայենք, թե չէ ոստիկանությունը մնացած ծառայությունները մեզ օր ու արև չեն տա։ Այդ տենց է գարջան։ Առանց դեր հետունից սննգած։ Մետ հարմար առիթն մանգալի տանն սաղես փագեն։ Բաց է դե Միրայի, ճամբարի, մարդիկ իրաց նավոտի գտաված կմնեն։ Գոքորը հիմա մի քանի ապահով տեղ է ման գալիս քաղաքից դուրս, որ անհրաժեշտության դեպքում մենք այդ տներում կմնանք, միջև էս առաջի ալիքը մեր վրով կանցնի։ Այս կռիվը մեր վրա էժան չի նստելու տղեկ։ Չափից շատ ուժեր են շահագրգռված, որ ես ասպարեզից հեռանամ։ Վաղ իրիկուն հով ջան, սաղ այդ ուժերը կան հետանան, իսկ մենք կմնանք։ Ահա, ես ու Գոքորը տեղում վիճակը անալիզ արեցինք, ու մտածեցինք, որ պետք չի, որ դու այդ հանդիպմանը ներկա լինես։ Թող իրանք սաղ հավաքվեն, իրար գլխի հետո մենք կանենք մեր մտածածը։ Չէ, տարբերակ չի գալիք։ Դու կարծում ես միլիոն ու իր մարդիկ հետ կան միամիտ են, հա։ Հիմա 1000 աչք կա ինձ հետևում, այդ թվում միլիոյի մարդիկ։ Նրանք վաղը առավել քան զգուշ են ելնելու։ Կսպասեն մինչև ես ներկա լինեմ այդ ռեստորանում, նոր կսկսեն հավաքվել։ Ես կասեմ իմ խոսքը ու դուրս կգամ։ Դրանից հետո դուք գիտեք ինչ անեք։ Մի քիչ վտանգավոր բան ես մտածել հով ջան։ Դե դրանք հանգարց գլխի ինգավորի բան են չի։ Տարբեր պատճառաբանություններ կբռնեն, որ ինչքան հնարավոր է քեզ երկար պահեն իրաց մոտ։ Հնարավոր է Տիկո, բայց ուրիշ ձև չկա։ Ահա իսկ եթե մենք Էլ ոչ մի բան չեմ ուզում լսեմ այդ թեմայով Գարիկ։ Ոնց որոշել ենք նենց է կանենք։ Համարը ժամանակավոր։ Գրողը տանի քեզ բարսեղ։ Մաման ուր է, պապ։ Ինչի միջև հիմա տուն չի եկել։ Ինչի քնած չես բալես։ Արի նստի, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Դու հիշում ես մամայի են ընկերուն Մարինային, որ համալսարանում դասախոս էր աշխատում։ Հա։ Մարինան հիվանդացել է ու հիմա հիվանդանոցում է։ Մաման մնացել է մոտը, որ խնամի, դե ուրիշ հարազատ չունի Հայաստանում դրա համար։ Լինի ես զանգեմ մամային խոսամ հետը։ Չէ բալես, ես նոր զանգեցի, խոսացի մամայի հետ, ասեց, որ հեռախոսի զարյատկան է նստել ու անջատում է հեռախոսը։ Ես մաման որտեղ էլ որ լիներ, ինձ միշտ զանգում էր քնելուց առաջ։ Գիտեմ բալես, ուղղակի հիմա ամեն ինչ շատ անսպասելի է տեղի ունեցել ու հիմա պետք չի ես ու ժամին զանգենք հիվանդանոց անհանգստացնենք, հասկանում ես, չէ։ Ես հասկացա, պապ։ Հա բալես, ու մեկ էլ մի շատ կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Գիտեմ, այն ինչ որ ես հիմա կասեմ, կարող է մի քիչ տարօրինակ թվա, բայց դու փորձի հասկանալ, հա։ Վաղը երբ Ռաֆոն քեզ դպրոց կտանի ու մամայի մասին կհարցնի, կասես, որ մաման երեկոյան տանն է եղել։ Բայց ինչի խաբեմ, պապ։ Ինչի ճիշտը չասեմ։ Բալես, ես քո հարցին հիմա չեմ կարող պատասխանել։ Ուղղակի մի բան կասեմ, որ այդ իմ ու մամայի համար շատ կարևոր է։ Լավ, պապ։ Ապրես բալես։ Դու միշտ էլ շատ հասկացող ես եղել։ Դե լավ, հիմա գնա քնի, արդեն ուշ է։ Բարի գիշեր։ Բարի գիշեր բալես։ Մալխաս մենակ ես, չէ։ Չէ, Հայաստանի խակի հավաքական հետ եմ եկել։
Հայաստանը երբ ունի խակեի հավաքական որ։ Մենք է սապուշ բաներ խոսում։ Պարզ չի որ մենակ է։ Ստի Լավ, բաներ ասեցի։ Հիմա ինչ անելու իմ հետ Մալխաս։ Ես ինչ եմ անելու։ հանգիստ հա։ Գործն արդեն արվել է, ու մենք պետք է մտածենք, որ այդ արածը տիրա ցանկալի արդյունքը տա։ Որտեղ է սպայել Լիլիթին։ Ստեղ վերևը տուն կա, այդ տան պատվալում։ Շատ ապահով տեղ է, ոչ ոք չի կարա գտնի իրան այդտեղ։ Նորիկի հետ խոսացել ես։ Հա, բայց չեմ պատկերացնում, թե այդ նորիկը ոնց է 2 օրում $1 միլիոն ճարելու ու բերի տա ինձ։ Ով իրան կտա, ինքն էլ քեզ։ Ստե ուրիշ տարբերակ չկա։ Չէ, Մալխաս, չէ, ես մտածել եմ ու եկել եմ այն եզրակացության, որ Հովոն վաբշե պետք է չիմանա այս մասին։ Ու գոնե հիմա ես համոզված եմ Մալխաս, եթե Հովոն իմանա, ես չեմ ստանա այդ փողերը ու չեմ հասցնի Հայաստանից փախնեմ, Հովոն ինձ կսպանի։ Բա նորիկը որտե՞ղ քեզ այդ փողը պետք է տա, եթե Հովոն իրան չօգնեց Բարսեղ։ Այսօր այդ Լիլիթը բանը ասել ինձ գլուխս մտել է։ Բարձվում է Հովոն իր երեխու անունով բանկում մոտ $2 միլիոն ունի գցած։ Երեխեն այդ փողերը կարա ստանա, երբ որ արդեն չափա հասելնի, բայց ծնողները կարող են օգտվել այդ գումարից։ Վատ տարբերակ չի Բարսեղ, եթե իհարկե Լիլիթը քեզ չի խաբում ժամանակ շահելու համար։ Չեմ հասկանում ինչ ունի խաբելու, ինքն է ինձ ասել այդ մասին։ Դե դեպքում խոսա նորիկի հետ։ Բացատրի թե այդ փողերը որտեղից կարա ստանա։ Լավ, ես կխոսամ Մալխաս։ Պրոստը ուզում եմ քեզնից իմանամ, այդ իմ նոր փաստաթղթերը երբ պատրաստ կլինի, որ ես կարողանամ փախնել Հայաստանից։ Երկու օրից պատրաստ կլինի, ուղղակի մնացել եմ 2 հատ ստորագրություն տակատնան։ Ինձ թվում է, որ մեր 2 օրից հանգիստ դուրս կգաս։ Բարձա։ Մալխաս, բայց դու կկատարես քո խոստումը, չէ՞, վերջին պահին ինձ չես քաշի, չէ՞։ Դու երբ ես լսել, որ ես մարդու քաշեմ Բարսեղ։ Չէ։ Բայց մի բան շատ լավ իմացի, որ ես գործում չկամ, ու դու ես ամեն ինչ արել ես քո անձնական նախաձեռնությամբ։ Իմ անունը ոչ մի ձևով ջրերես չպետք է դուրս գա։ Ոչ հիմա, ոչ էլ հետագայում։ Թե դու ինձ լավ գիտես։ Ես քեզ այնց օրը կգցեմ, որ Երանի կտաս Հովոյի մոտ հայտնվելու համար։ Ես քեզ չեմ ծախի, Մալխաս։ Խոսք եմ տալիս։ Իմ հետ ես հեռախոսով կխոսած, մաքուր համարա։ Լավ։ Մալխաս, ես առաջի անգամ եմ սենց սիտուացիայի մեջ, չեմ հասկանում ինչ անեմ, այդ նորոն ուզում է կնգա այդ խոսա, չեմ անում, թողեմ, չթողեմ։ Թող խոսա, բայց երկար չէ, ուղղակի նորիկը ուզում է համոզված լինի, որ կնգա այդ ամեն ինչ նորմալ է, թե չէ։ Լավ, կթողեմ թող խոսի, ինքն էլ թող ասի այդ երեխու անունով բանկում դրած փողերի մասին։ Հա, այտենց ավելի ճիշտ կլինի, բայց նայի գլխի չսարքեմ Բարսեղ։ Եթե նորիկը կուզենա քո հետ կապնվի կամ կասի, որ արի փողերը, տար չգնաս։ Զանգում ես ինձ, ես քեզ կասեմ ինչ անես։ Լավ։ Քո կամ որևիցե մեկի հետ ուղղակի կապը բացառված է։ Եղավ Մալխաս ջան։ Ու Լիլիթի մոտ հանգարտ չշշկրվես աննստաս։ Եթե զանգելու լինես ինձ, դուրս կգաս մոտից նոր կզանգես։ Այդքանը հասկանում եմ։ Դե ես գնացի, նորություն լինի կկապնվես։ Լավ։ Հա։ Եկել այդ աղջկա հետ նորմալ վերաբերվի։ Всё-таки Հովոյի աղջկա մերն է, հացա ջուրա դուր։
Լիլիթ, ես հիմա ձեռքերդ այդ պարանից կազատեմ, վերանից սկոչնել կհանեմ, բայց մի պայմանով, դու չպիտի գոռաս, եթե գոռաս ես նորից քեզ կապելու եմ, այն ինչ չեմ ուզում անել, պայմանավորվեցինք, ապրես, մի րոպե Անասում, կորածների համար դու պատասխան ես տալու տականք, հովիկը քեզ գետնի տակից է լինի, գտնելու եմ, գիտեմ, ձեռքերս քանդի, դու հիմա հացդ կեր, մենք հետո այդ մասին կխոսենք, վերցրու, չեմ ուզում, մերսի, լավ, ոնց կուզես, բայց քո ես վիճակի համար դու ինձ մի մեղադրի քո անշնորհք ամուսնուն, որը շիլաշփոթը սարքեց ու թողեց հեռացավ, ամուսինս մեղավոր չի, որ դու ստոր արարած ես, բա ինչա, թևերով հրեշտա կա, հա? Նորոն ինձ խաբեց ու ստիպեց, որ ես այդ փուչ պրոյեկտի մեջ $1 միլիոն ներդնեմ ու վերջում ձեռները լվաց ու գնաց, բա ինչ պիտի անեի ես? աշխարհում միլիոնավոր տենց անհաջող պրոյեկտներ են լինում, բայց ոչ ոք դրա համար մարդ չի առևանգում, լսի, դուք կարող ա մարդուկ կնիկ ուրիշ մոլորակից եք իջել, չեք հասկանում, թե ինչ ա կատարվում, ես այդ գործի մեջ $1 միլիոն եմ ներդրել, բա ձեր կարծիքով ուրիշ ինչ պիտի անեի? այդ մանրամասները ինչ չի հետաքրքրում, Բարսեղ, ես միայն գիտեմ են, որ նորիկը չի խոստացել, եթե պրոյեկտը չստացվի, գումարները հետ կվերադարձնի, լսի, ինձ արդեն չի հետաքրքրում, թե քո ամուսինը ինչ ասել կամ ինչ չի ասել, բա ինչ, կարևորն են է, որ հիմա դու իմ ձեռքում ես, ու եթե ես 2 օրից այդ փողը չստացա, դու ոչ քո ամուսնում կտեսնես, ոչ գայանչիկիդ, ոչ էլ սիրելի հովոյիդ, ու մի մտածի, թե ես այդ բանը չեմ անի, կանեմ, որովհետև եթե ես 2 օրից այդ գումարը չվերադարձնեմ, ինձ հետ ավելի դաժան կվարվեն, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, Բարսեղ, դու ինձ հետ կարող ես վարվել ոնց ուզում ես, բայց մենք այդ գումարը չունենք, որ նորիկը քեզ հետ վերադարձնի, այս դեպքում մենակ հովիկը կարա նրան օգնի, իսկ դու ասել ես, որ նա չիմանա այս մասին, ինչ անենք հիմա, լսի Լիլիթ, դու երեք մի խելացի բան ասեցիր, կարծում եմ դա կարող է աշխատել, խոսքը ձեր երեխայի անունով բանկում ներդրած գումարի մասին է, այդ երեք նույնիսկ լսել չէր ուզում այդ մասին, ինչի մտքա փոխվեցի, դա քո գործը չի, ես պարզապես ուզում եմ իմանալ, դա ռեալ է, թե հենց այնպես ասեցիր, ռեալ է, Եթե չես հավատում, կարող ես գնալտում նորիկը բանկային գրքույկները քեզ ցույց կտա։ Հա? Լսի, իսկ դուք կարող եք առանց հովոյի միջամտության այդ գումարը հանել բանկից։ Հա, կարող ենք։ Մենք ծնողներն են Գայանեի ու կարող ենք ազատ մուտք ու ելք անել նրա հաշիվներին։ Հա? Լավ, ես հիմա կզանգեմ Նորիկին։ Թողանի են ինչ պետք է։ Մի րոպե սպասի։ Ինչ։ Մենք ինչքանով վստահ լինենք, որ գումարը ստանալուց հետո ես ազատ կլինեմ։ Լսի, Լիլիթ, ես խելագար չեմ։ Խելագար ես, բա ինչ ես։ Եթե ես փողը ստանալուց հետո քեզ մատով գոնե դիպչեմ, հովոն ինձ գետնի տակից էլ լինի կգտնի ու վրեժը կլուծի։ Ավել գիտես։
Ալո, Բարսեղ դու ես։ Հա, ես եմ։ Բարսեղ, խնդրում եմ մի հատ դուր Լիլիթի հետ խոսեմ։ Սպասի, մենք մեր գործերից կխոսենք հետո։ Դու արել ես արդեն ինչ-որ բան։ Հա, Բարսեղ, արել եմ։ Ես զանգել եմ ընկերներիս, հարազատներիս, բարեկամներիս։ Խոստացել եմ, որ ինձ կօգնեն։ Վաղ արդեն մոտավորապես $20,000 կունենան։ 20,000-ը ես ինչ անեմ նորո։ Կարաս ինձ ասես 20,000-ն ինչ անեմ։ Բարսեղ, հասկացի այդ հսկայական գումարը ու ես չեմ կարող մի օրում ճարել։ Ինձ ժամանակ է պետք։ Այդ ժամանակը մենք չունենք նորո։ Լավ, ես հիմա հեռախոսը տալիս եմ Լիլիթին, նա կասի թե ինչ պիտի անես։ Բայց զգուշացնում եմ, բարձրախոսով է խոսելու։ Ես ամեն ինչ կլսեմ։ Խոսա։ Նորիկ, Լիլի ջան, քեզ հետ ամեն ինչ նորմալ է, Բարսեղը հոչին եղացրել քեզ։ հա, նորմալ է, մի անհանգստացի։ Կայացիկս ոնց է։ Ոչինչ, քեզանից է հարցնում։ Էրիկա, գործից խոսա Լիլիթ։ Նորիկ, դսի ինչ եմ ասում։ Դու այդ գումարը կարող ես գտնել։ Լիլիթ, ախր որտեղից ինձ $1 միլիոն։ Գայանեի հաշվից կարող ես անել։ Խոսքը այն գումարի մասին է, որ Հովիկը փոխանցել էր երեխու հաշվին։ Բայց ես իրավունք ունեմ այդ գումարը բանկից անելու։ Հա, մենք ծնողներն ենք ու այդ իրավունքը կա, որ ազատ երկու մուտք ունենանք այդ հաշիվներին։ Լավ, Լիլի ջան, ես կփորձեմ։ Դու խոչապի մի մատնավի։ Ես գիտեմ, որ խելացի ես ու մի ելք կգտնես։ Լավ, հասկացար նորիկ ինչ պիտի անես։ Հասկացա, Բարսեղ։ Դե ուրեմն վաղը գնում ես բանկ։ Փողը վերցնում ես ու զանգում ես ինձ։ Բարսեղ, բայց այդ հսկայական գումարը ու հնարավոր է, որ ինձ միանգամից չտան, երևի ինչ-որ որոշակի ժամանակ է պետք։ Դա ինձ արդեն չի հետաքրքրում, ասեցի նորո։ Ինչ ուզում ես արա։ Գլուխդ որ պատով ուզում ես տուր։ Մենակ թե վաղը իրիկուն այդ փողը լինի իմ ձեռքում։ Պարզա վերջ։ Դու կստանաս քո գումարը։ Լիլիթ, Ասա։ բերանդ չեմ կապում, բայց զգուշացնում եմ։ Եթե գոռացիր, կտանեմ ընենց տեղ կփակեմ, որ կփոշմանես այդ գոռոցիդ համար։ Ալո։ Բարի օր նորիկ Հովիկն է։ Բարի երեկո, Հովիկ ջան։ Կներես, որ ես ուշ ժամին եմ զանգել։ Ուզում եմ իմանամ, ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Սիրտս մի տեսակ անհանգիստ է։ Չէ, Հովիկ ջան, ամեն ինչ նորմալ է։ Ռաֆոն ինձ ասեց, որ երեխան մի քիչ նեղվում է իր ներկայությունից։ Բայց բացատրեք, որ ժամանակավոր բան է, չնեղանա ինձանից։ Հա, ես արդեն ամեն ինչ բացատրել եմ։ Լիլիթը լավ է։ Հա, քնած է։ Դե լավ, ընդամենը հետ էի ուզում ասել։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Հովիկ։ Էրիկա խմեց թաթուլ։ Գենատուն հանգստացի մի քիչ։ Այս շջոգինք, ժալը դես անում արագատ աղբեր։ Հլավ մի ներվի փողըտ կտանք։
Ազատվելուց հետո հոպարիտ տեսել ես։ Գնացի հյուրանոց, բայց դու չարի մոտ մտնեմ կարող ախտեր։ Լելի պետք է գրես խոսայել։ Շատ էլ լավ կանի որ կխոսա։ Ինչ։ Միրոն ես քաղաքում հարգված մարդ է։ Ու ոչ մենակ ես քաղաքում։ Ու դու պետք է ինձ անես, որ քո գործողություններով նրա վրա ստվեր չգցես։ Ես չջոգին կարող ախպեր։ Ես կարող եմ մենք ենք մեղավոր, որ մլիցեկը գլխների սարքում են ու տանեմ փագեմ։ Կարող է ես եմ մեղավոր։ Եթե ջոգում ես, որ տոշկել են վրեդ, ընկել են հետևից հետ, ուրեմն քեզ այնց հանգիստ բայ որ մինչև այս մոմենտները վերջանան։ Ինչ մոմենտ որ։ Էջ, բաներ ասի։ Ժամը 3-ն է Թաթուլ։ Ես գնամ մի քիչ հանգստանամ։ Բարիք չէր կարող ախպեր։ Ես պետք է կաշախորը սպասեմ։ Խոսքա տվե որ պետք է գա։ Թաթուլ։ Քո կարծիքով այդ կաշը ինչ ձևի տղա է։ Կաշի մոմենտով պրոբլեմ չկա։ Ես հոպարին պետք է ասեմ, որ այդ տղու համար իրանոտնը գործ է։ Ես արդեն ասել եմ։ Բայց հոպարդ ինչ կորոշի, թե ինչ անենք այդ տղու հետ։ Լավ, ես գնացի։ Երկար չմնաս, թող աշխատողները եթան հանգստանան։ Արժ չկա։ Վարգում կարո։ Բարիքում կաշ։ Կաշ։ Թաթուլը լավ խմած է, թե կարաս համուզի թողը Թաթուլ։ Ես Միրոյի հետ խոսացի կոնես։ Բայց ինքը անձամբ է ուզում քեզ տենա։ Պրոբլեմ չկա։ Ուրեմն վաղը ցերեկվա կողմ կզանգեմ, կգաս։ Լավ։ Բարգուն Թաթուլ։ Իա կաշ ջան, ես եկար ցավը տանեմ։ Ցավը տանեմ։ Բայց ուր էր ախպեր մեռա քեզ սպասելով։ Գործեր կային։ Դե նստի ախպեր ես նստի մի միթաս բան խմենք, նշենք էլի։ Նշենք։ Դից։ Աշյան։ Շարը փորձանքից հեռում ենք ախպեր ջան։ Ախպերս։ Քեզ մի բան հարցնեմ, մեն հետո ինչ չես տալիս։ Ասա։ Ես ինչ ձևի տղա եմ ախպեր։ Ինձ որ նորմալ տղու տպավորություն ես տվել։ Դու խփեղն է։ Գաղափարը տել։ Տենում ես ախպեր։ Մենք իրար հետ մի քանի ժամ այն շփվում ենք, բայց դու արդեն գիտես, թե ես ինչ հնարավորությունների տեր տղա եմ կաշ ջան։ Բայց հոպարես ու իրա կռունգի սաղ մարդիկը տես չեն մտածում կաշ ջան։ Ուտքի որ ախպեր։ Որովհետև ինձ լոխի տեղ են դրել կաշ ջան։ Իրան գիտեն, թե ես կուրսի չեմ, թե իրանք հողովի հաշվով իշ պլաններ ունեն։ Խի կարող է ես չեմ ուզում, որ հոպարես քաղաքը իրա ձեռը վեկալի, հե։ Թաթուլ, ես չգիտեմ, թե դու Միրոյի հետ ինչ հարաբերություններ ունես ես։ Ու դրա համար չեմ կարող ես խորհուրդ տալ։ Հոպարի մոմենտով պրոբլեմ չկա կաշ ջան, ես իրա ցավը տանեմ։ Բայց կարոյի նման շակալները սաղոր ականջին փսփսում են, թե Թաթուլին լուրջ գործեր վստահել չի կարելի։ Ասում է Թաթուլը թաթալաբազ է։ Բայց ես տղեն այնքան բան գիտի, որ կարոնը մնացածները չգիտեն։ Էդ ինչ գիտես, որ Թաթուլ ջան։ Լավ երիգուն։ Հողուն գալու է հոպարի մոտ, ու վլաստը իրա ձեռով տա հոպարի։ Բայց դա կարող է մոմենտ ունի, գիրդին սարքվի,
ու հենց այդ ռեստորանում հովոին ու իրա սավետ տղեկին պարկացնել։ Դատուլ, արի քեզ տուն տանեմ աղբից։ Գաժջան, ես լուրջ թեմա եմ ասում քեզ աղբիր ջան։ Այդ մոմենտները հիմա ինձ շատ քիչ են։ Արի թանք, ճամփին խոսում։ Լավ։ Այդան դաշճ։ Բայց կեն չեն գետում։ Երկու լավ զիտ կա։ Ամետ մենգի լենց։ Ինչ ասիր։ Դրանցին։